9 տարի առաջ այսօրը 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանը զանգվածային ռազմական գործողություններ էր սկսել Արցախի ուղղությամբ, գրել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ պատգամավորի, Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել ռազմական արկածախնդրության միջոցով լուծել Ղարաբաղյան կոնֆլիկտը եւ հայերի գոյության հարցը վերջնականապես փակել։ Արցախի պաշտպանության բանակը իր թիկունքում ունենալով հայ ժողովրդի ամուր սատարումը եւ արդար պայքարը 4-օրյա մարտերում տապալեց ադրբեջանական ռազմական պլանը, նրան պատճառելով մարդկային եւ տեխնիկական հսկայական կորուստներ։ Մարտական 4-օրյա գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցավ 75 զոհ, հետախուզության եւ տարբեր երկրների համապատասխան ծառայությունների կողմից ստացած տեղեկություններով ադրբեջանական կողմն ունեցել է 700-ի կարգի կորուստներ։ Նրա տարբեր բրիգադներ, այդ թվում հիմնական գրոհային ուժը Յաշմայի հատուկ նշանակության բրիգադը, ունեցած մեծածավալ կորուստներից հետո դարձավ անմարտունակ։ Հավերժ Փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցներին մեծագույն հարգանք բոլոր այն անձանց, ովքեր այս տասնամյակներում իրենց նպաստում մասնակցությունն են բերել մեր հայրենիքի ու նրա տարածքային ամբողջականության պաշտպանությանը, գրել է նա։ Հայաստանի երրորդ նախագահ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016 թվականի ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների եւ Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայրենիների հիշատակին։ Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող ուշահամալիրին։ Ռոբերտի մասին շատ կարելի է խոսալ, բայց որպես սովորող աշակերտուհի իր դպրոցի, իր անվան դպրոցի կարող եմ ասել, որ հիմա այս սերունդին շատ են պետք նման տղաներ, բայց չգիտեմ էլ ինչ ասեմ, ուղղակի մասնակցել եմ միջոցառումների մեր դպրոցում կազմակերպված, որ նվիրված է եղել արցախյան հերոսներին, այդ թվում նաև Ռոբերտ Աբաջանին բնականաբար, ու հպարտ եմ իհարկե, որ սովորում եմ հենց այդ դպրոցում, հպարտ եմ, ուրախ եմ ու իր մասին ասելը, խոսելը շատ քիչ է, իր մասին չեն խոսում ու իր մասին չեն լսում, իր մասին ուղղակի պետք է իմանալ, հատկապես մենք, որ սովորում ենք իր դպրոցում, ուղղակի հիմա չեմ էլ կարա շատ խոսամ, ուղղակի հպարտ եմ, որ սովորում եմ այդ դպրոցում ու հպարտ եմ, որ եկել եմ այսօր այստեղ, գոնե մի ծաղիկով շնորհակալություն հայտնեմ նրան այն ամեն ինչի համար, ինչ ինքը արել է, բայց այդ ոչինչ չի նշանակի իր համար, ուղղակի պետք է հիշել, իմանալ, գնահատել։ Քանի որ սովորում եմ հենց իր դպրոցում, կարող եմ ասել, որ փորձում եմ գոնե դպրոցիս պատիվը բարձր պահել, որովհետև այն դպրոցը, որ կրում է Ռոբերտ Աբաջանի անունը, չի կարող ինչ-որ ներքևի, ցուցակի ներքևում լինել, ու միշտ աշխատում եմ այնպես անել, որ դա չլինի, գոնե սովորելս, գոնե միտեղ ակտիվությունս, չգիտեմ, կարծում եմ ավել բան չեմ կարող անել, ուղղակի լինել շնորհակալ, լինել հպարտ ու գոնե փորձել պահել պատիվը բարձր այն դպրոցի, որը կրում է Ռոբերտ Աբաջանի անունը։ Մարտի 31-ի գիշերը Սյունիքի մարզի սահմանային Խոզնավար գյուղի ուղղությամբ կրկին կրակոցները հնչել, ասել էր Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը, ըստ նրա գյուղը չի տուժել կրակոցներից, վիճակը լարված չէ։ Ըստ 24 նյուզի աղբյուրների Գյումրիի արտահերթում 15.8% ստացած մեր քաղաքական դիմադիր դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը որոշում է ընդունել չքվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին համայնքապետի պաշտոնում։ Հիմնական հարցը նրանց ընտանիքների մեջ տարիներ ի վեր ձգվող թշնամական հարաբերություններն են, որոնք պարբերաբար վերածվում են կրակոցների։ Գրիգորյանը կարծում է, որ եթե ինքը քվեարկի Ղուկասյանի օգտին, ապա Իրան միջական միջավայրն իրեն չի հասկանա։ Համենայն դեպս ինքը Մարտուն Գրիգորյանը մինչև այս պահը հրապարակային արել է մի հայտարարություն, որ ԿՊ-ն չի ունենալու Գյումրիում համայնքապետ, ուստի դեռ պետք է սպասել զարգացումներին ու հնարավոր բանակցություններին այլ ձևաչափ գտնելու համար։ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար գնդապետ Միքայել Համբարձումյանի դիտարկմամբ տևական դադարի լռության հետևանքով կորում է Գյումրու ընտրություններում հաղթանակի էֆեկտը, ոգևորությունը, թուլանում է հավատը ապագա համախմբված պայքարի զարգացումների հետ կապված, ինչն առնվազն անազնիվ է ընդդիմադիր հայացքներ ունեցող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների նկատմամբ, նույնիսկ եթե վաղը լիարժեք հայտարարվի, որ այնուամենայնիվ ձայներ են ապահովելու Վարդան Ղուկասյանի ընտրության համար, այս ձգձգումն առաջացնելու է նորանոր հարցեր, կասկածներ թողնելու է բացասական ազդեցություն, հետևանք Facebook-ում գրել է Համբարձումյանը։
Գյումրիից Պապի ընտրության սպիտակ ծխի երրորդյա սպասումն իրականում խոսում է շատ լուրջ խնդրի մասին, գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը եւ ընդգծում. մենք խնդիր ունենք այս եւ մյուս ազդակները ճիշտ հասկանալու, ներհայաստանյան հետագա սցենարները ճիշտ պատկերացնելու համար, քանի որ Առաջին ավարտվում է Նիկոլի եւ ՔՊ-ի ժամանակաշրջանը, ամեն գնով փորձելու են կարճել, բայց միևնույնն է տապալվելու են։ Երկրորդ անհատների դերը դեռևս շարունակում է մնալ բարձր։ Ընտրազանգվածներն առաջնորդվում են ընտանեկան կլանային սկզբունքներով, եւ սա լուրջ խնդիր է։ Երրորդ Թրամփը Հայաստանում ջարդել է այսպես կոչված եվրոպամետների ուժը։ Օտար թթվածնով սնվող ցանցն աչքի առաջ քանդվում է, թե ինչի կտրանսֆորմացնի նրանց նախկին ռեսուրսը առանձին քննարկման թեմա է։ Համապատասխան մթնոլորտի դեպքում տանը մնացող մշտապես դիտորդ քաղաքացիներից հնարավոր է ստանալ մոտիվացված ընտրազանգված։ 5-րդ սխալ է այն հապճեպ հետևությունը, թե այս մոդելով կարելի է գնալ խորհրդարանական ընտրությունների։ Համապատասխան ընտրությունները չեն կարող լինել նույնը մասշտաբի պարզ փոփոխությամբ։ Այս մոդելի ընտրությունը քաղաքական հասարակական ինստիտուտների տոտալ ստորադասումն է անձերին, կլաններին, մեծ ընտանիքներին։ Մենք չենք կարող խաբել մեզ, թե կոմունիստական կուսակցությունը Գյումրիում մեծ հաջողության է հասել, կամ հայրենիքը եւ մի անհայտ կուսակցություն հաջողություն արձանագրեցին։ Դա արել են անհատները, կլանները։ Սա փակուղային մոդել է 21-րդ դարում պետություն զարգացնելու համար։ Ավելի պարզ ասեմ, այս մոդելով ԱԺ ընտրություններում հաղթանակ տանելը բերելու է մի 10-15 ընտանիքների կողմից երկիրը կադաստրի թղթով մեջ անելուն։ 6-րդ քաղաքական պրոցեսներում ստվերն անթույլատրելի մեծ է։ Մի ամբողջ երկիր սպասում է, թե ստվերում մի քանի հոգի մի քանի անհասկանալի միջնորդներով ինչ կպայմանավորվեն։ Բաքվի դատարանում ապրիլի 1-ին շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների դատավարությունը եղել է բաց։ Ցուցմունք են տվել 20-ից ավելի անձինք, ովքեր ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են նշում, տուժել են հանցավոր խմբի գործողություններից, որին Ռուբեն Վարդանյանը միացել է 2020 թվականի դեկտեմբերին։ Հետո հրապարակվել են տուժածների դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 8-ին։ Արցախի նախկին պետնախարարը շարունակում է ցուցմունք չտալ։ Անցած դատական նիստին մեկ տասնյակից ավելի ադրբեջանցի զինծառայողներ են ցուցմունք տվել, պահանջելով Արցախի նախկին պետնախարարի նկատմամբ ամենախիստ պատիժը սահմանել։ Ապրիլի 1-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածին է այցելել Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Ամենայն հայոց կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին եւ նրա տիկնոջը ողջունել է Միածնայեջ մայր տաճարում, ներկայացնելով հայաստանյան Ծառաքելական Սուրբ Եկեղեցու եւ Սուրբ Էջմիածինի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում եւ նրա կարեւոր ազգապահպան առաքելությունը։ Նկատի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաեւ Ադրբեջան, Վերհափառ հայրապետը խնդրանքով դիմել է Գերմանիայի նախագահի Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Բերլինի եւ Բաքվի միջև դիվանագիտական աղմուկի ֆոնին Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ապրիլին Բաքվում է։ Առաջին անգամ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի նախագահը Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել էր Արցախի դրոշի լուսանկարը, գրառում անելով Լեռնային Ղարաբաղի տարածքային հակամարտության մասին, նշելով, որ տարածաշրջանը իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին։ Պաշտոնական Բաքվում բողոքի նոտ էր հղել Գերմանիայի դեսպանին եւ գրառումը հանվել էր պաշտոնական ներողության հայտարարությամբ։ Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով Շտայնմայերի առաջիկա այցը Բաքու նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը եւ աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղ գործընթացին։ Այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են, Իլհամ Ալիևը ասել է Գերմանիայի նախագահի հետ ասուլիսում։ Գերմանիայի նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ վերջին 30 տարվա ընթացքում մեծ ջանքեր են պահանջվել հակամարտությունը կարգավորելու, հարաբերությունները վերականգնելու, խաղաղության համաձայնագիրը համաձայնեցնելու ուղղությամբ։ Համաձայնագրի համար հրաշալի պահ է եկել եւ այն պետք է անպայման օգտագործել։ Համաձայնագրի ստորագրումից հետո դեռ շատ տարիներ կպահանջվեն, որպեսզի այն իրականություն դառնա։ Հուսալի հաշտեցման համար երկար ժամանակ է պահանջվում եւ առաջին քայլը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Ես հավատում եմ, որ դա տեղի կունենա։ Հայաստանի գլխավոր դատախազությունը ոչ պիտանի ռազմամթերք ձեռք բերելու գործով գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից եւ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության նախկին պետ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում է մոտ 4.3 միլիարդ դրամ բռնական ձեռք։ 2022 թվականի հունիսի 17-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր Արմեն Հարությունյանի ձերբակալության մասին։ 25 թվականի մարտի 25-ին լրատվամիջոցները գրեցին, որ անորակ հրթիռներ ձեռք բերելու գործով Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով։ Դատախազությունից հայտնում են, որ Մովսես Հակոբյանին
եւ Արմեն Հարությունյանին մեղադրանքներ առաջադրվել։ Ըստ այդ մեղադրանքների պաշտոնական անփութության հետևանքով 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել։ 2016 թվականի հուլիսի 21-ին Հայաստանի պաշտպանության նախարարության եւ ռուսական Ռուսոբոռոնեքսպորտ ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որը Հայաստանի անունից ստորագրել է այդ պահին պաշտպանության փոխնախարար նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանը։ Այդ պայմանագրով ձեռք է բերվել 15 լրակազմ Այստյոնոկ տեսակի ռադիոլոկացիոն կայան։ Ըստ դատախազության գնված տեխնիկան անարդյունավետ է ու մինչ օրս չի կիրառվել։ Հակոբյանը եւ Հարությունյանը իրենց վերագրվող մեղադրանքները չեն ընդունում։ Մովսես Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 10 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը։